Բարև ձեզ, ես Սոնա Կոստանյանն եմ, Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամի ուսանողուհի։ Ձեզ եմ ներկայացնում աուդիտի ռազմավարության ձևավորումը և պլանավորման փուլերը։ Աուդիտորական գործընթացն իրականացվում է պայմանագրով նախատեսված սահմանափակ ժամկետներում։ Դրա արդյունավետության ապահովման նպատակով աուդիտորին անհրաժեշտ է, ելնելով պատվիրատու կազմակերպության տնտեսական գործունեության առանձնահատկություններից, ձևավորել աուդիտի ռազմավարությունը։ Վերջինս նախատեսում է ուսումնասիրել պատվիրատու կազմակերպության գործունեությունը բնութագրող տեղեկատվական տվյալները, ներքին վերահսկողության համակարգը և առանձին տնտեսական գործառնությունների ստուգումների առանձնահատկությունները։ Աուդիտի ռազմավարությունը ձևավորում է աուդիտորական գործընթացի նպատակների իրագործման առավել արդյունավետ ուղիների ընտրության հիման վրա։ Այն կախված է առաջադրված խնդիրների բնույթից, աուդիտորի որակավորման և փորձառության աստիճանից, պատվիրատուի գործունեության առանձնահատկությունների գնահատումից և այլ գործոններից։ Աուդիտի ռազմավարության բաղկացուցիչ տարրերից են նախնական ընթացակարգերը, նախնական պլանավորումը, աուդիտի պլանի ձևավորումը, աուդիտի պլանի իրականացումը, աուդիտի արդյունքների ամփոփումը։ Աուդիտի ռազմավարությունն արտահայտվում է աուդիտորական աշխատանքների պլանավորման միջոցով։ Պլանավորումը աուդիտորական գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Աուդիտորական կազմակերպությունը այն սկսում է մինչև պատվիրատուին ուղղված նամակ պարտավորագրի կազմումը և պայմանագրի կնքումը։ Աուդիտի պլանավորման փուլերն են աուդիտի նախնական պլանավորում, աուդիտի ընդհանուր պլանի կազմում և աուդիտի ծրագրի կազմում։ Աուդիտորը նախնական պլանավորման փուլում որոշում է պատվիրատու կազմակերպության հետ համագործակցության նպատակահարմարությունը և նրա հետ համաձայնեցնում աուդիտորական գործընթացի հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը։ Պլանավորման մյուս երկու փուլերի նպատակը աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի կազմումն է։ Այն իրականացվում է աուդիտի նախնական պլանավորման փուլում պատվիրատուի գործունեության վերաբերյալ ստացված տվյալների և կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա։ Աուդիտի ընդհանուր պլանի և ծրագրի կազմման ընթացքում աուդիտորը գործիմացության գնահատման հիման վրա իր համար սահմանում է էականության և աուդիտորական ռիսկի ընդունելի մակարդակ, որը հնարավորություն է տալիս լիարժեք գնահատել պատվիրատուի ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը։ Աուդիտի ընդհանուր պլանի հիմնական տարրերն են աուդիտորական խմբի ձևավորումը, աուդիտի անցկացման ժամկետների սահմանումը, առանձին աուդիտորների միջև աշխատանքի բաժանումը, աուդիտորների հրահանգավորումը, փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, աուդիտորական հաշվետվությունների ու եզրակացությունների կազմման ժամանակացույցերը։ Աուդիտի ընդհանուր պլանը համարվում է ուղեցույց աուդիտորական ծրագրի իրականացման համար։ Աուդիտի ծրագիրը աուդիտորական ընթացակարգերի իրականացման ժամանակացույց է։ Այն ներառում է վերահսկողության թեստերի ծրագիրը և աուդիտորական էական ընթացակարգերը։ Աուդիտի ծրագրի հիմնական բաղկացուցիչներն են աուդիտորների աշխատանքային ժամանակացույցը, աուդիտորական ընթացակարգերի նկարագրությունը, աուդիտորական աշխատանքների վերահսկողությունը, աուդիտորների թիվը, աշխատանքների ծավալը և հաջորդականությունը։ Աուդիտի ծրագիրը ընդգրկում է տնտեսական գործառնությունների տեստավորումը, որն անհրաժեշտ է ֆինանսական հաշվետվությունների առանձին հոդվածների հավաստիության գնահատման համար, վերլուծական ընթացակարգերը, որոնք կիրառվում են պատվիրատուի գործունեության ուսումնասիրության և ֆինանսական դրության գնահատման համար, ինչպես նաև հաշվապահական հաշվետվշռի հոդվածների տեստավորումը, որի նպատակը գլխավոր գրքի հոդվածների հավաստիության ստուգումն է։ Պլանավորման գործընթացի ավարտին աուդիտի ընդհանուր պլանն ու ծրագիրը փաստաթղթավորվում են և հաստատվում են սահմանված կարգով։ Այսքանը աուդիտի ռազմավարության ձևավորման և պլանավորման փուլերի մասին։